Հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Արարատյան խոհանոցն է եթերում, մի քիչ անսովոր պայմաններում, բարեկամներ Աբովյանում հայ խոհարարական համադրությունների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը ապրիլի 19-ին իրականացրեց ձկան փառատոն եւ այս փառատոնի բացմանն ենք մենք այսօր ներկա եւ մեր շրջիկ իհարկե մեր օպերատորները կշրջեն բոլոր տաղավարները եւ դուք կտեսնեք ձկից պատրաստվող շատ ու շատ ուտեստներ։ Բարեկամներ, մենք միշտ ձեզ հետ ենք եւ ինչպես միշտ ուզում ենք որ մեր ազգային ավանդական ուտեստները շատ ներկայանալի լինեն, նրանց բազմազանությունը ապահովենք եւ դուք այս հաղորդման ընթացքում կտեսնեք թե ձկից ինչքան շատ ուտեստներ է պատրաստում հայ խոհարարը։ Մենք իհարկե ամեն մի տաղավարում չենք հանդիպի, բայց խնդրենք մեր օպերատորին, որ անպայման բոլոր գեղեցիկ ուտեստները նկարահանեն եւ ձեզ ցուցադրեն։ Վերջում կհանդիպենք։ Ստերլետ ռուսերեն, բոլորը ստերլետ են ասում։ Ուրեմն ադուկ բաղադրությունով, ադուկ պաստովմա եւ իրան պարի լեսանած։ Այսօր մենք մրցույթ փառատոնի ներկայացել ենք գլիկաչ կոչվող ձկնատեսակը, որը ուզում ենք ներկայացնել այսօրվա փառատոնին։ Նա հայտնի է շատ վիտամիններով, մարդկանց օրգանիզմի օգտակար B1, A1, B1, B2, B9, B5 վիտամիններով, ունի 33% հարաբերությամբ յուղայնություն, նա 2 կիլոմետր իջնում է ջրի հատակը, ապրում է հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Ուրեմն մեր ճիշտ է, շնորհավորությունս եմ շնորհավորել մեր բոլոր հայերին այս տոնի կապակցությամբ, պետք է լինի մեր հայկական ավանդական, ուզում ենք որպեսզի ներկայացնենք նաև մեր այլ կուխնյաների, ասենք ճապոնական սուշիները, ռոլները ներկայացնել մեր հայկական ժողովրդին, որպեսզի տեղյակ լինեն։ Ներկայացրել ենք իշխան, գեղարքունիք, Սևանի իշխանն է դա, ներկայացրել ենք ստերլետ, բելամուր, վերջ։ Ձուկը պատրաստված խաղողի վազի վրա եւ մենք ձուկ հանձնել ենք ժյուրիին, ձուկը պատրաստված թթու կաղամբով։ Մենք այսօր պատրաստել ենք հին հայկական կերակրատեսակներից ձուկը, ընկուզի եւ թարխունի սոուսի մեջ պատրաստել ենք իշխան ձուկը մոշի եւ հոնի սոուսի մեջ պատրաստած, էֆելա միանգամից սոուսի մեջ եւ կարմրախայտ ձուկը հոնի սոուսի մեջ։ Ունենք մենք կարմրախայտը
բանջարեղենով, սպիտակ գինիով, ունենք գետի ձուկ, անվանումը գաթա եւ սպիտակ գինիով իշխան խորոված լոքո եւ մնացածը։ Իսկ ֆիրմնին դեռ պատրաստ չի, ֆիրմնին շուտով պատրաստ կլինի հաճշեֆ պողրը։ Միշտ ներկայանում ես խոհարարական բոլոր փառատոններին ներկայ եմ գտնվում, ներկայացնում եմ խեցեգործությունը որպես հայկական հին մոռացված արվեստատեսակ։ Համարում եմ, որ խեցեգործությունը դե քիչ է տարածված Հայաստանում, հիմա շատ քիչ են գնահատողները։ Ես շատ հիացած եմ կազմակերպչական միջոցառումով, իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, ցուցադրությամբ, բոլորի մասնակցությամբ չէի սպասում, ճիշտն ասեմ, որ կարող են այսպես մասնակցություն ունենալ մասնակիցները։ Համերգային մասնաշատ գեղեցիկ հրապարակը, ընտրված տեղը, ամեն ինչ լավ անցնում, իմ համար շատ հաճելի է գտնվել ներկա նման փառատոնին։ Ես փառատոնին ճիշտ ասած եկել եմ նայելու, մասնակցելու ոչ որպես, ասենք, ձկան սիրահար, այլ ինձ համար հետաքրքիր էր այս ձկան փառատոնը, որ առաջի անգամ անում էին, եւ կազմակերպիչին շատ լավ գիտեմ Սեդրակ Մամուլյանին, որը ազգային հին կերակրատեսակների շատ մեծ մասնագետ է, եւ ես չեմ զարմանում, որ մշակույթային մաս էլ կա, որտեղ այդ ամեն ինչը Սեդրակ Մամուլյանից է գալիս կազմակերպելուց, որ համու հոտ տան այդ ձկանը մշակույթային առումով։ Ես չեմ եկել հաղթելու համար, եկել եմ ուղղակի մասնակցելու, աճուկը ստանալու համար։ Բնականաբար հաղթելու համար չենք եկել։ Ես գտնում եմ հաղթելը այն է, որ արդեն մասնակցություն ունենք։ Սա առաջին ձկան փառատոնն է Հայաստանում։ Մասնակցությունը արդեն համարում եմ հաղթել։ Հաղթանակի չենք եկել, մենք եկել ենք ներկայացնելու մեր հայ ավանդական կերակրատեսակները։ Մենք հաղթանակի համար չենք մասնակցել։ Եկել ենք մասնակցելու, բայց որ հաղթենք, միայն առաջի տեղը։ 2014 թվական Աբովյան ձկան փառատոն։ Փառատոնի բացարձակ հաղթող Բացարձակ հաղթող, բացարձակ հաղթող Դիլիջան ռեստորան։ բացարձակ հաղթող, հրավիրում ենք ներկայացուցիչին, բրավո, բոլոր կոմպոնենտներով, բոլոր առումներով այս ռեստորանի ներկայացուցիչները այսօր մեծ հաղթանակ ձևակերպեցին ձկան առաջին փառատոնի ընթացքում սրտան շնորհավորում ենք բոլոր ներկայացուցիչները իր մեջ խոհարարները այս պահին հրաշքներ գործած խոհարարները բեմում են, ստանում են մրցանակները, շնորհակալագրերը եւ իհարկե գլխավոր մրցանակը հիմա կբարձրացնեն իրենց գլխավերևում, սա սիմվոլիկ մրցանակ է առաջինը ձկան փառատոնում, բրավո։ Բարեկամներ, մեր ավանդական մրցանակը, գլխավոր մրցանակը ես միշտ նշում եմ խոհարարի կերպար է, մարմնով գրիշի դեմքովի։ Շնորհավորում եմ։ Ուշադրություն բարեկամներ, Աբովյան քաղաքապետարանի կողմից, Աբովյան քաղաքապետարանի կողմից պարգևատրվում են Հայաստանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը եւ կազմակերպության քարտուղար Աստղիկ Վիրատյանը, Աստղիկ Վիրատյանը, Աբովյանի քաղաքապետարանի հատուկ մրցանակին արժանանում է նաեւ
Բագրատ Հավակիմյանը, ողջունում ենք նրանց Բագրատ։ Ասիկվեզել են շնորհավորում, պարոն Մամուլյան, շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւ ուզում եմ ուղղակի նշել, որ այդպիսի պաշտոն չկա գլխավոր խոհարար, ես մեր խոհարարների ավագ ընկերը միգուցե, բայց ուզում եմ այս նվերը մրցանակը, սա բոլորիս է։ Սա բոլորիս է մեր կազմակերպության բոլոր անդամների։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք մենք այսօրվա համար պատրաստել, ուղղակի մեզ մնում է, որ խոստանալ ձեզ, որ բոլոր հաղթողները լինեն մեր տաղավարում եւ ցույց տան, թե ինչ պատրաստեցին այսօր։ Ասեմ, որ շատ ուժեղ եւ շատ խիտ մրցակցություն էր։ Եվ հաղթողը իհարկե մենք կունենանք մեր տաղավարում հաղթողի ներկայությունը, կվայելենք նրա պատրաստատուտեստը եւ միասին շնորհավորենք։ Շնորհավորում եմ բոլորիս, այսուհետ եւս մեկ փառատոն մեր օրացույցում ավելացավ, Աբովյան ձկան փառատոն։ Ամենայն բարի բարեկամներ եւ ինչու պիտի չհպարտանանք հայ լինելու համար։ Հենց այս օրը, հենց այս պահին մենք հպարտենք մեր ազգային պատկանելությամբ։ Եղեք ողջ եւ առողջ, լինենք բարի եւ համբերատար, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։